Հարցերի օրակարգը որևէ մի տեղեկություն չկա օրակարգի մասին, մինչև այս վերջին ժամերին ես առնվազն տեղյակ չէի, թե ինչ օրակարգի շուրջ պետք է քննարկում լինի, բայց այն կարևոր հարցերը, ինչի որ պետք է ուշադրություն դարձվի եւ ինչի ակնկալիք ունի մեր ժողովուրդը, դա Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության եւ պատանդառնված անձանց ազատ արձակման հարցն է, մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի հետ քաշման խնդիրն է, ներքաղաքական օրակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, մասնավորաբար ապօրինաբար կալանավորված եւ անազատության մեջ պահվող 6 տասնյակից ավել քաղբանտարկյալների հարցն է, սրբազանների, քաղաքական գործիչների, լրագրողների հարցն է, դատական համակարգի աբսուրդի հարցն է, որը նորից էլի բավականին խնդրահարույց է։ Եկեղեցու դեմ արշավի, եկեղեցու դեմ սանձազերծված պատերազմի հետ կապված հարցն է, ես նաև առավոտյան աչքովս ընկա, որ որոշակի իմ տեղեկություններով նաև որոշակի խնդիրներ ստեղծվեց Ծիծեռնակաբերդ այցելելու աննախադեպ մի բան է տեղի ունեցել, չգիտեմ այդ լուրերը կհաստատվեն թե չէ, որ Ծիծեռնակաբերդ այց տեղի չի ունենալու եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպան հարցներ նորից էլի, որը որ արկախված է եւ չգիտենք տեղի կունենա հանդիպում թե չէ, եւ այլ հարցեր կան, որոնք որ այդ խաղաղության գործընթաց կոչվածի հետ կապված հարցեր կան եւ բազմաթիվ այլ մտահոգիչ հարցեր էլ կան եւ տեսնենք իրադարձությունները ինչպես կզարգանան, ոնց կլինեն։ Ես նաև ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր նորից էլի անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարազատներն են ազգային ժողովում, մոտ 240 անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցներ կան, որոնց որ ճակատագիրը հայտնի չի եւ այդ ուղղությամբ էլ ոչ իշխանություններն են գործուն քայլեր ձեռնարկում եւ կարծում եմ միջազգային հանրությունն էլ պետք է սրան ուշադրություն դարձնի եւ եթե չեմ սխալվում իշխանությունները ամեն ինչ անում են, որ այս ամեն ինչը այսօր ծածկաթմփոց արվի եւ եթե այցը շարունակական լինի, այսինքն ինչքանով որ ես տեղյակ եմ Ադրբեջան էլ այց լինելու, Բաքու էլ այց լինելու, անհապաղ պետք է ազատ արձակման, այդ մեր գերիների ազատ արձակման հարցը բարձրացվի։ Պարոն Դանիելյան, նաև տեսնում եմ, որ Բաղրամյան 26-ը հսկում են ուղղաթիռներով, սա ինչով է պայմանավորվում։ Դե ուղղաթիռներով, ես չգիտեմ, երևի հակաօդային պաշտպանության համակարգեր կտեղադրեն, այստեղ արդեն տեսնում եք հարյուրավոր, հազարավոր ոստիկաններ են եւ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքն է խաթարված եւ տեսնում եք, որ ամեն կողմից Պրոշան Բաղրամյան փողոցն է փակ, այնտեղ էլի մեր հայրենակիցներ են այնտեղ, ներքևի հատվածն է փակ, այսինքն ամեն կերպ խոչընդոտ են ստեղծում, որպեսզի այդ ապօրինությունների մասին չբարձրաձայնվի եւ տեղյակ չլինի։ Մետրոն էլ չի աշխատում, մետրոն էլ է փակած, ամբողջությամբ պարալիզացրել են եւ չեն թողնում անգամ որ Հայաստանում այս իրավիճակն է, որ անգամ մարդիկ իրենց ձայնը բարձրացնելու Հայաստանի Հանրապետության խնդիր ունեն։ Էսա թողվենսը տեսնի թե Հայաստանում ինչ է կատարվում եւ ինչ ձևով է ոստիկանությունը իրեն դրսեւորում։ Դանիելյան, ինչով է Պենսի համար թե Փաշինյանի ես ձեզ։ Սա արվում է իհարկե Փաշինյանի համար, որ հնարավորություն չտրվի մարդկանց, որ իրենց ձայնը կարողանան բարձրացնել։ Սա ի՞նչ նշանակում, երբեք նման բան դեպի կայացել։ Երբեք 1000-ը պատվիրակություն ա եկել Հայաստան գնացել, նման բան դուք տեսել եք։ Մետրոն փակել են, ամբողջը շրջապատել են, մարդկանց չեն թողնում անգամ ցանկապատել մոտեն։ Այս ամենը խոսում է իշխանության վախի մասին։ Բա իհարկե խոսում է վախի մասին, խոսում է իրաց բռնապետական մեթոդների մասին, խոսում է իրաց ապօրինությունների մասին։ Ոնց կարող է նման բան տեղի ունենալ։ Այսինքն մարդիկ ինչ են անում, այս պլակատներով, տրանսպարանտներով իրենց բողոքի ձայն են բարձրացնում կամ իրենց մտահոգություններն են, չէ՞, արտահայտում։ Այդ մտահոգությունները փաստորեն արտահայտելու հնարավորություն չկա։ Ամբողջությամբ բռնապետական ռեժիմ է, տեսեք քանի շարք ոստիկաններ են կանգնել։